ծրագրային դրույթների շուրջ պիտի բանավեճ լինի եւ հասարակության ապածիկ մասին արտասնելու ձևերից մեկը դա ինքը տեսնի այդ հասարակությունը, որովհետեւ բան են առաջարկում իր մասին այս process-ների ձեր գնահատականը եւ ելի կխնդրեմ այդ խաղաղության եւ աշխարհի խաղաղության կոնցեպտը ինչի իրեն հանեց հունից այդքան արագ։ Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան, բնականաբար այդ երաշխավորված խաղաղության կոնցեպտը ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է եւ այո դա իշխանությանը հունից հանեց Գոնեն Աշճանի, որ ինքը սկսեց խոսել ընդդիմությանը պիտակավորել պատերազմի կուսակցություն բառով եւ այլն երեք քաղաքական ուժերի անշուն, բայց ըստ էության ամբողջ ընդդիմության մասին է խոսում, ինչու դա իրեն հանեց հունից, շատ պարզ, այն ապրանքներից մեկն է խաղաղությունը, որ ինքը վաճառում է ժողովրդի վրա եւ փորձում է այդ ձևով լեգիտիմացնել իր վերարտադրության ցանկությունը։ Բնականաբար այդ ապրանքը երբ որ կասկածի տակ են դնում կամ առաջարկում են մի հատ բան, որ հասարակության համոզում է, որ Նիկոլ Փաշինյանը ասած խաղաղությունը մեր կա, ինքը դրանից հունից դուրս է գալի եւ փորձում է անցնել հասարակությանը ուղղակիորեն ահաբեկելու մարտավարության։ Դա ես տասնյակ տարիներ հիշում եմ, օրինակ հակառակորդ կամ համաշխարհային պատմությունն էլ է այդպես։ Թշնամական երկրի ղեկավարն է քո հասարակությանը վախեցնում, որպեսզի ստիպի գնալ զիջումների։ Մեր մոտ լրիվ հակառակ տրամաբանությունն է, մեր երկրի ղեկավարը վախեցնում է սեփական ժողովրդին։ Շատ պարզ, որովհետև ես այդ մի հատ բանավեճ եմ մասնակցել, ճիշտ ասած, նույն թեմաներ, հենց երաշխավորված խաղաղությունը ասում ես, իրանք հունից դուրս են գալի, սկսում են պիտակավորել պատերազմի կուսակցություն եւ այլն, որովհետև հատկապես իրենք շատ վատ են զգում, որ ասում ես իմ զորայական կետից չեմ սկսում։ Իրանց էպիկրիզն է տալի, հասկանում ես, այդ հայլի մեջ իրան է տեսնում։ Ինքը այդ պատերազմի կուսակցության սահմանումը որ տվել է Նիկոլ Փաշինյանը, ուղիղ տվել է 2018-20 թվականների Նիկոլ Փաշինյանի էպիկրիզը։ Ինքը իր մասին ավելի լավ հնարավոր չի իրան նկարագրել, զորական կետից բանակցությունները սկսել, երկրի միջազգային պարտավորությունները խախտել եւ այլն եւ այլն։ Եվ նաեւ դպարզ է հասարակության ահաբեկման ուղղված, բայց այստեղ շատ վտանգավոր էլեմենտ էլ կա։ Սա արդեն ազգային անվտանգության սպառնալիք է։ Որովհետև եթե ասում ես ոչ թե խաղաղության խնդիրը Ալիևն է, այլ մեր ընդդիմությունը, դու արտաքին բոլոր դերակատարներին, առավել ևս Ադրբեջանին հնարավորություն ես տալի մեր քաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն դիտարկի որպես ռևանշիզմի հաղթանակ, դրանից բխող գործողություններով։ Ուղիղ դուր ես բացում, սա իդեպ ընտրաշավը ընտրություններ է, որտեղ արտաքին մասնակցությունը շատ մեծ դեր ունի։ Երբեք Հայաստանի քաղաքական համակարգը այսքան խոցելի չի եղել։ Երբեք դրսի հանդեպ մենք այսքան անպաշտպան չենք եղել, որովհետև հիմա Ալիևի ցանկացած հայտարարություն կարող է ուղղակի ազդեցություն ունենալ ներքաղաքական ստատուս քվոյի վրա մեր։ Ազդեցության ձևերը չքննարկենք։ Իսկապես սրանք ջրբաժանային ընտրություններ են, այլանդակություն, թե բարոյականություն ու բանականություն, խրամատներ, թե հանրային համերաշխություն, հասարակությանը ստորացված պայմանական ասենք գազի կարգավիճակում դնել, ճիշտ այնպիսին, ինչպես ասենք Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ հարաբերություններում, թե ակտիվ հասարակություն։ Սրանք հենց պատահական խաչմերուկներ չեն, որովհետև հունիսի 7-ից հետո իհարկե կյանքը շարունակվելու է, բայց շատ կարևոր է հունիսի 7-ը անիմաստով Տիկին Սարյանյանի հետ համաձայն եմ, դա process-ի սկիզբ կարող է լինի, ոչ թե process-ի հանրագումար, որտեղ հունիսի 7-ը ինքը նայած ինձ սցենարով կգնա զարգացումների։ Գլխավոր ինտրիգը ընտրությունների ապատիկ հասարակություն, թե ակտիվ հասարակություն հարցն է, այսինքն ինչքան մարդ կգնա ընտրություններին։ Սա այս ընտրական գործընթացի ամենագլխավոր խնդիրն է։ Առայժմ Տիկին Սարյանյանի հետ համաձայն եմ, որ իշխանությունը առայժմ հաջողվել է այդ ապատիկ հասարակության մոդելը պահել, որտեղ եթե համակիրներ չունես, ինչ պիտի անես։ Պետք է այլանդակություններով հասարակությանը բարոյազրկես, դիմադրության պոտենցիալը կոտրես, իրանք գցես ապատիայի անուսության մեջ, որպեսզի ասենք ցածր մասնակցության պարագայում քո վարչական ռեսուրսով բանով կարողանաս բան անես, չէ, ասենք վերարտադրության հիմք ստեղծես։
Պարոն Հովհաննիսյանը դիտարկում է, որ այս իշխանությունը սպառված է եւ ծրագիր չի առաջարկում, 100%։ Իրենք բարոյական, սոցիալական, քաղաքական առումով ամբողջովին սպառված են։ Ավելի ստույգ պատկերավոր եթե ներկայացնենք, արտաքին խաղացողների ձեռքին գրիչ են, որի միջոցով ինչ-որ բանի, ինչ-որ ցիկլ պետք է ամբողջացվի, որից հետո իրանք նույնիսկ արտաքին խաղացողների համար են դառնալու անպիտան։ Մի քանի հնարավոր զարգացումների սցենարներ կան։ Իդեալականը այն է, որ ընդդիմությանը ի վերջո հաջողվի այն տունը մնացած ընտրողներին ակտիվացնել, 55-60% մասնակցություն ապահովել ընտրություններում եւ հասնել հենց հունիսի 7-ին իշխանափոխության։ Դա ամենաիդեալական սցենարը կլինի, որովհետեւ եթե ակտիվ հասարակությունը գա ընտրությունների, հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին ոչինչ չի կարող փրկել։ Ակտիվ հասարակությունը միշտ էլ հետընտրական զարգացումների է նաև պատրաստ լինում եւ այդպիսի դիմադրության այս տիպի իշխանությունը անզորա դիմադրել։ Կա երկրորդ սցենար, երբ որ իշխանությունը գնում է այս այլանդակությունների աշխարհագրությունը ծավալը ավելի մեծացնելու ճանապարհով, Սերգեյ Սևյանյանն ասաց, որևէ բանից չեն խորշում, ամեն ինչ անում են վերարտադրության համար։ Արդյոք սա բերելու է Հայաստանի ստաբիլություն։ Միանշանակ պատասխանս ոչ, որովհետև հունիսի 7-ին ամեն գնով վերարտադրվելը նշանակում է տուրբուլենտության մակարդակի բարձրացում նաև մեր հասարակական հարաբերություններում, չասեմ արտաքին աշխարհի մասին։ Սա բերելու է մի հատ վիճակի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամբողջ երկիրը վերածելու է հրաբուխի։ Դրանից հետո երկրում ցանկացած ֆորս մաժորային զարգացում հնարավոր է։ Ես չեմ ուզում հիմա պատմական զուգահեռներ տանեմ, բայց Հայաստանում 90-ականների վերջին եղել են վիճահարույց ընտրություններ, որոնք խոշ մեծացրին իշխանության ճգնաժամը, ի վերջո բերեցին ֆորս մաժորային հանգուցալուծման։ Հիմա այս իշխանությունը, եթե պարոն Հովհաննիսյանը գնահատական արդեն ասացի, լրիվ կիսում է, բարոյապես քաղաքականապես սպառված է, եթե այդ սպառված իշխանությունը գնում է վաբանկ եւ ամեն գնով վերարտադրվում է, ինքը դառնում է ական, թե երկրի ներսում դրված, թե մեր արտաքին հարաբերությունների հիմքում դրված։ Այդ դեպքում տարի կեսը տևելու այդ իշխանության պոտենցիալը, բայց այդ տարի կեսը մեր հաշվին է լինելու։ Լինելու ներքին ցնցումներ, այդ քաղաքական խոսքին հասարակության ավելի արմատական խմբերի չեն հավատալու, ինչ-որ իրաց ձևով են որոշելու, ինչ-որ հարցեր լուծել։ Պարտադիր չի անպայման բռնություն լինի, նկատի ունեմ տարերային ձևերով։ Իսկ դա այս տիպի երկրի համար, որը գտնվում է խոցելի անվտանգային միջավայրում, չասեմ բանը, շատ մեծ ռիսկեր է պարունակում։ Բայց մենք պետք է երկու սցենարներ պատրաստ ունենք, որովհետև այնուամենայնիվ դուք շատ բաներ խոսում եք, բայց ուրիշ պրոցեսներ էլ կա, օրինակ ընտրակաշարքի կամ սոցիալական ծառայություն մատուցելու։ Հենց այս տարի իրանք որոշեցին ինքնական շինությունների օրինականացման գործընթաց անել։ Այդ տասնյակ հազարավոր մարդկանց է դա վերաբերում, որոնք տարիներով այդ խնդիրը չեն կարողացել լուծել, թոշակ եւ այլն։ Պլյուս դրան Նիկոլ Փաշինյանը իսկապես ամեն ինչ մտածված անում։ Երեկվա սատրանքի, բա այդքան հակաեկեղեցական կամպանիա անես, ու մտածես, որ հավատացյալները քեզ կարող ջերմություն են եկեղեցում, բնականաբար ինքը այդքան միամիտ չի, կամ արցախցի երիտասարդ կնոջը թիրախավորել է։ Չէ, ինքը շատ լավ գիտի, որ իրենց քարոզության հետևանքով հասարակության մոտ շերտի մոտ, այդ շերտը հիմա չեմ կարող չափելի ասեմ քանի տոկոս է, բայց շատ փոքր էլ չի, հակաղաղաբարին տրամադրություններ կա։ Ինքը այդ շերտին գեներացրեց, հետո նա դատարկ ներողություն խնդրեց, բայց մինչև հիմա այդ շերտը աշխատում է։ Ու շատ ագրեսիվ ձևով, կամ երեք որ ինքը գնաց եկեղեցի, իսկապես ինքը լավ կանխատեսել էր, որ նոր բարիկադ առաջանալու, բոլորը այդ նոր բարիկադի մասն է խոսելու եւ բացի այդ իր սովորության համաձայն ինքը փորձում է ճշտել հասարակության դիմադրողականության կամ ընդդիմության դիմադրողականության պոտենցիալը ինչքան է։ Այսինքն այս այլանդակությունը արեցի ակտիվ փողոց ստանալու են, թե մի քիչ առաջ կարամ գնամ։ Բայց 44-ը
Չէ, հիմա դե գիտեք այն ամենայնիվ կաթիլի ինչ-որ ժամանակ է լսում։ Ես ինքը սպառված է։ Հիմա գլխավոր հարցը մեկ է ժողովրդին էլ պիտի բացատրենք։ Իր հեռացման ճանապարհներին է վերաբերում։ Կա հարաբերականորեն արժանապատիվ հեռացման ճանապարհ, դա հունիսի 7-ն է։ Երբ որ ընտրությունները չի կերծվում, ինքը պարտվում է, այդտեղ կա նույնիսկ երաշխիքների ինչ-որ համակարգ գործի։ Եվ կա մի հատ ճանապարհ, որ այս բարոյապես, քաղաքականապես, արժեքային առումով դեգրադացված եւ սպառված իշխանությունը ամեն գնով հունիսի 7-ին վերարտադրվում է։ Դա չի բերելու իշխանության կայունության։ Իրական փլուզում իշխանության հենց այդ վաղտ ենք տեսնելու։ Տեսնելու ենք շատ ուժեղ ֆորս մաժորային դրսևորումներ, ակտիվ պրովոզ, ցնցումներ, ներիշխանական բախումներ, հասարակության զուգակցված բռնություններով, որում արդեն երկկողմանի, որտեղ երեկվա իրադարձությունը մի հատ ուրիշ բանի մասին էր։ Հասարակության համբերության բաժակը ամենայն դեպս ինչ-որ շերտերի սկսել է լցվել։ Այդ երբ որ շատ դրսևորումներ դիմադրության մենք չենք տեսնում, պատճառն է, որ մարդիկ այնուամենայնիվ տեսականորեն մի հատ հունիսի 7-ի հետ հույս են կապում։ Եթե հունիսի 7-ը չի լինում, մի կողմից հասարակությունը արմատականալու է, այսինքն մենք քաղաքական խոսույթի, քաղաքական հարաբերությունների, քաղաքական վարկագծի ռադիկալիզացիա ենք տեսնելու մի կողմից, մյուս կողմից տեսնելու ենք արտագաղթի մեծացում։ Երկու բան է բերելու։ Նորմալ բանական ռացիոնալ խոսքը վերանալու է։ Նիկոլ Փաշինյանը այս պայծ սկսած ինքը ընդհանրապես հեռացող իշխանության վարկագիծ ունի։ Կարա հեռանա հունիսի 7-ին, կարա հեռանա առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում, բայց այդ արագում երկիրը կարող է շատ ուժեղ ցնցումների ենթարկվի։ Հեռացող իշխանության վարկագիծը կարծում եմ պիտի նենց անենք, որ դա հեռացող պետության վարկագծի չվերածվի, էլի այդ կարևոր պահը։ Պարոն Սոնյանց, երկու հարց։ Այդ ինչպես ապացիկ շերտերին ինչպես արթնացնել։ Մեկը խոսում ենք, պրոբլեմը ֆիքսում ենք, նախ ես հարց ունեք սոցիոլոգիա, ինչ թվերի մասին է խոսքը, որտեղ իմ տարբեր տեղեկություններով այնուհանդերձ այդ ապացիկ մասան քչանում է եւ գնալով հույս կա, որ մինչեւ հունիսի 7-ը ակտիվացումը կլինի։ Ինչպես այդ ապացիկ հասարակությանը արթնացնել, սարքել շահախնդիր հասարակություն եւ երկրորդ, այնուհանդերձ, երբ ինքը այլանդակ թեզեր է դնում առաջ, քաշում, հրապարակայնացնում, ըստ ձեզ իմաստ ունի պատասխանել, խոսքը ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերի կողմից եմ հարցնում, իմաստ ունի հատ-հատ սառը հանգիստ պատասխանը, որ դու սխալ ես ասում, սա սխալ ես ասում, նույն այդ խաղաղություն պատերազմը, հիմա ամեն օր ինքը մեղադրում է բոլոր մնացած ուժերին պատերազմ բերելու, ամեն օր նույն համբերությամբ, ըստ ձեզ, կարիք կա արձագանքելու, թե պետք է այլ ոճի մեջ դարվի։ Շնորհակալություն առաջի արդեն հապատիկ հասարակության հետ քաշման վերաբերյալ, այո, տես բան կա, սոցիոլոգիական հարցումներին, եթե անաչառ նայեք, տեսնում ենք, որ այդ ապացիկ հատվածը փոքրանում է, այստեղ ամբողջ խնդիրներն է այդ փոքրացումը կբերի որակական փոփոխության, այսինքն կհասցնենք մինչև հունիսի 7-ը դա անել, թե չէ։ Ինչ պիտի արվի։ Ժողովրդին պետք հետաքրքրում է հետևյալը, իսկապես բոլորը ամեն ինչ գիտեն։ Այնպես չի, որ պետք է դուրս գանք նորից բացատրենք, այսինքն իրավիճակային գնահատական ունեն։ Ընդդիմությանը կամ ընդդիմադիր տարբեր բևեռներում պետք է հետևյալ բան։ Սոլիդ առաջնորդություն, հստակ այլընտրանքային ծրագիր, որտեղ մարդն իրեն տեսնի։ Շատ կարևոր է այդ փոփոխությունը պիտի մարդու մասին լինի։ Եվ ճանապարհային քարտեզ, որը կարող է զուգակցել ընտրություններն ու փողոցը, միքսը։ Այս այդ երեք արդյունավետ բաները ես պարտադիր տեսնում եմ, որ պետք է արվի եւ կուսակցությունները այս առումով խնդիր ունեն։ Եվ Տիկին Սարյանը մի հատ շատ կարևոր ասեմ, այդ ամեն ինչը պետք է բնական լինի։ Հիմա ես էլ անուններ չեմ տա, բայց երբ որ ասենք Սուրեն Սուրենյանցին վրա բերեն, որպեսզի ոչ մեկի չվիրաբերվում։ Հրանցվում է տեքստ, որի մանունից պիտի հասնի հասարակությանը, բայց այդ տեքստում հասարակությունը ինչ չի ճանաչում,
իմ եղած պոտենցիալներս կարամ կորցնեմ, որովհետև հասարակությունը ուզում է բնականություն։ Այդ Նիկոլ Փաշինյանի կենցաղավարության մակարդակի չպետք է իշնի իհարկե։ Այն ինչ որ Նիկոլ Փաշինյանն անում, իրականում ինքը փչացնում է, բայց պետք է բնական լինի։ Պետք է հասարակությունը այդ առաջնորդի բնականությունը զգա։ Տեսեք, ես կարամ երկու հատ օրինակ բերեմ։ Հիմա կարող ենք Դալիճանի ակադեմիական խոսել, սա հասարակության ինչ-որ կրթված շերտերի վրա ազդի, ճիշտ է, էլի շատ կարևոր գործ է, այդ կրթված շերտերն։ Հա, բայց կարա օրինակ կլինի, օրինակ Արմավիրի գյուղեր կարա պարոն Ծառուկյանը գնա, առանց լրացուցիչ միշտորդների, նույնիսկ թիմի նկատի ունեմ, ուղիղ հարաբերում հասարակության հետ։ Այդ կոմունիկացիան կարա վերակապես վիճակ փոխի այդ մարզում, կամ ընդհանրապես հասարակության մեջ, որտեղ լիդերի ու սովորական ընտրողի այդ բարիերները, որ տարիներ շարունակ ձևավորվել է, շատ կարևոր է վերացնել։ Ու ամեն առաջնորդ, ամեն գործիչ պիտի բնականության մեջ ներկայանա հասարակությանը, ասածս էդ է։ Մյուսը, որ ամեն այլանդակություն պիտի պատասխանվի, թե չէ։ Գիտեք, եթե այդ այլանդակությունը վերաբերել